Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Օրենքի նախագծի տրամաբանությանը կողմ ենք, բայց ես մի բան ասեմ, եթե ընդհանրապես մարդը չի ուզում ծառայի, սա հոգեբանորեն այլ խնդիր է, ինքը այսինքն այդ երկրի ընդհանրապես չի ուզում կապրել, այսինքն մի բանա որ գոնե 3 ամիսա ծառայում կամ 6 ամիս, մի բանա ընդհանրապես հրաժարվում է ծառայելուց, դիաբանակ ինչի պիտի 15 միլիոն տա, թող 50 միլիոն տա, որովհետեւ այդ մարդը կապ չունի այլևս, էլի քո երկրի ցանկություն չունի շփվելու քո բանակի հետ, հասկանալ, գոնե մի ամիս չի ուզում, էլի ասենք նիստուկացը հասկանա, ինչ է, ինչ չի, այդ բացարձակ կապ չունի եւ այդ աստիճան հնարավորություն ունի, թող 50 միլիոն վճարի, որ ավելի էֆեկտիվ լինի։ Ինչ կարծիք եք, էլի առաջարկի վերաբերյալ շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Բագրատյան, հարցից զգացում եմ, որ դուք շատ բացասական վերաբերմունք ունեք բանակից ազատվելու այդ հանգամանքների հետ եւ դա բնական է, բայց դա հաշվարկ է արվել, այն նախագիծը նախնական որ բերվել էր, հաշվարկ էր արվել, որ 2 պայմանագրային զինծառայող 2 տարի որ ծառայի եւ առավելագույն միջին աշխատավարձ եթե տրվի, ինչքան գումար է լինելու, այսինքն իր չծառայելը հնարավորություն է տալիս 2 պայմանագրային 2 տարի ծառայության մեջ պահել, այս հաշվարկն է կատարել, ի սկզբանե, թե հիմա բանը հետագայում ինչ փոփոխություններ կարող ենք մտցնել, պրակտիկան կարծում եմ ցույց կտա։ Շնորհակալություն։